Ողջույն, հարցազրույցի շրջանակում առաջին հյուրը հասարակական քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանն է Արցախից։ Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Իդեպ ձեզ հասարակական քաղաքական գործիչ ներկայացնում ենք Արցախում հարցազրույցների ժամանակ։ Այսօր բռնատեղահանումից հետո այդ կարգավիճակում ինչ-որ բան փոխվել է, կարիք կա ձեզ այլ կերպ ներկայացնել։ Ոչ, կարող եք հանրային կամ հասարակական գործիչ նշանակել, որովհետև իմ գործունեությունը միտված է գիտակից հասարակություն ստեղծել Հայաստանում, շատացնել գիտակից մարդկանց։ Մեր զրույցը պլանավորել էի ճիշտ ասած ավելի ուշ, բայց վերջին օրերի իրադարձությունները պլանները փոխեցին, խոսքը Արցախից մեր մի խումբ հայրենակիցների տեղափոխության մասին է դեպի Հայաստան։ Իդեպ ինչով էր պայմանավորված այդ թեմայի շուրջ ձեր ակտիվությունը, դա նկատելի էր։ Ինչ կատարվեց այն, որ Ալիևը տեսնելով, որ աշխարհի հզորները, ովքեր հարցեր են լուծում ամբողջ աշխարհում զբաղված են լրիվ այլ հարցերով, այսպես ասեմ, եւ նա մարսեց էթնիկ զտումը, այդ գենոցիդը, որ մեր հանդեպ իրականացրեց, եւ ուղղակի փորձում են վերջի մնացած 10 հոգուց ձերբազատվել, որպեսզի ավելորդ գլխացավերի իր համար չլինի, էլի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ արդեն սկսել են ակտիվ բնակեցնել նույն Ստեփանակերտը եւ այդ մարդիկ բոլորը գտնվում են Ստեփանակերտում, նրանց համար խնդիր է, որպեսզի մենք գիտենք ադրբեջանցիները ինչի են ընդունակ եւ վաղ թե ուշ նրանց հետ մի բան կլիներ եւ նա որոշել է, որ քանի հազար մարդուն բռնի տեղահանելա որևէ պատիժ չի կրել, այդ 10 հոգուներ գլխացավանքից էլ լրիվ ազատվեց, էլի։ Այսինքն վերջացրեց էթնիկ զտումը։ Իդեպ ձեր խոսքի մեջ նշել էիք, որ մինչև նրանց Արցախից տեղափոխելը մի քանի ամիս շարունակ, այսպես ասենք, կիսաբանտարկված վիճակում էին պահել։ Ոչ թե կիսաբանտարկված, հենց բանտարկված վիճակում համալիրումն էին պահում, դղյակ համալիրում են հյուրանոցում եւ ընդհանրապես արգելվում էր որևէ տեղաշարժ։ Այսինքն գաղութային պայմաններում էին պահում եւ մարդիկ, որը հասել են Հակարի, արդեն հասկացել են, որ պետք է գան Հայաստան, այսինքն այն մարդիկ, ովքեր են արհավիրքից հետո որոշում էին կայացել մնան իրենց հարազատ հողում, հարազատ տներում, արդեն հասկացել են, որ լավ է արդեն անցնենք հայերի կողմը, որովհետև այնտեղ բանտ ունեն։ Այսինքն ամեն ճշել են, միջև այդ գաղութային պայմաններում պահելուց ասում ամեն օր, գրեթե ամեն օր բան էին անում, ինչու՞ չեք գնում, մեկա դուք պետք է գնաք եւ այլն, նման խոսակցություններով դենց բանտարկված պահել են եւ վերջում էլ նույնիսկ որ ավտո են նստեցել, մեջները խոսակցություն ա դրանցել, որ տանում են մորթեն եւ այլն, բերեցին Հակարի վաստողություն։ Սա իրականությունը իրենց կին պատմեն դա։ Իդեպ ըստ այդ պատմածների ու նաև ձեզ են հաղորդանում, նշում են, որ ոչ բոլորն են փաստորեն համաձայնել Հայաստան գալ։ Ես ձեզ ասեմ, մի հատ կնոջ մասին են ինձ պատմել, որ ի սկզբանե տարեց կինը, տարեց կնոջը չնստեցին ավտոմեքենա, ինձ որ անհետացավ այդ կինը, նույնիսկ չգիտեն որտեղ գնաց։ Իսկ երկրորդին դիպսի Միշիգան նստեցել են ավտո, որ արդեն եկան Հայաստանի արդեն սահմանին, նա խնդրեց, աղաչեց ադրբեջանցիներին, որպեսզի չուղարկեն Հայաստան, ասեց հաշվի հardար են հետ անելու, ու ես կրկնվում եմ, թուրքերը նույնիսկ ասել են, որ մենք ենք էստեղ սպանելու, ասեց ոչինչ, ավելի լավ է դուք սպանեք։ Վերջը ասում եմ մի քանի եվրոպեից հետո արդեն գցել են ուրիշ տարել են մի կողմ, գցել ուրիշ ավտո ու արդեն հետ տարել են։ Իդեպ նշեցիք, որ մի կին եւս կար Արցախում բացի տեղափոխվածներից, նրա մասին տեղեկություններ կան, ով է։ Ընդհանրապես չունեմ։ Ես միայն այդ նախադասությունը գիտեմ, որ մի հատ կին ա եղել տարեց, որին ավտոն չեն նստեցել ավտո։ Ինչ որ մի ձև անհետացել է այդ կինը, ասում այդ օրը։ Անուններ չգիտեմ, կփորձեմ հետագայում ճշտել։ Իսկ տվյալներ ունեք, թե այս պահին քանի հայ է մնացել Արցախում։ Եթե վերցնենք այդ մարդկանց ասածներից 2 հոգի, այդ կինն ա տարեց, որի մասին իրենք էլ չգիտեն ինչու չեն նստեցել ավտո, որտեղ են տարել, մեկ էլ այդ Միշիկն ա, որը
հրաժարվել է անցնել։ Այդ երկուսից բացի մարդ չգիտեմ։ Գուցե մի քիչ ուշացած է թվում այդ հարցը, բայց ամեն դեպքում, եթե 23 թվականի սեպտեմբերից հետո Արցախից դուրս գալու որոշում կար, ինչու այդ մարդիկ մնացին Արցախում։ Այս գործընթացը հնարավոր էր որևէ կերպ Իսկ ով ասում որ որոշում կար։ Որոշումը որն է, մահվան վախից ելնելով մենք մեր ընտանիքները, մեր երեխեքին ստիպված թողել ենք մեր տները նստել ավտոն եկել, ինչ որոշում։ Նա մահվան արխիվին կանգնած։ Սա բռնի տեղանում է, սա էթնիկ զտում է եւ որևէ մեկը իրավունք չունի այլ կերպ ձևակերպել։ Դա կլինի պատմության կեղծում։ Սա էթնիկ զտում է, ոչ մեկը չի ուզեցել դերից դուրս գա, դու իզնից լավ գիտես, Ուղղակի։ Մենք ստիպված ենք ուղղակի որպեսզի մեծ կսպանեն։ Սա է պարզ բացատրությունն է, ինչու ենք մենք այստեղ գտնվում։ Որովհետև մեզ փորձում էին այնտեղ սպանել, գենոցիդի ենթարկել, սովամահ պահել են 10 ամիսների ընթացքում։ Վերջում իմանալով, որ շատ վատ վիճակում ենք, 60,000 զորքով հարձակվել են մեր վրա եւ հասկանալի է ինչ պետք է անենք, բայց ինչ անենք, ոչ մեկ կողմերից չկանգնեց։ Ոչ ռուս խաղապահը Հայաստանը, չգիտեմ, մի վիճակի չէր, մենք մի վիճակի չէինք այդ պայմաններում 60,000 զորքի դեմ կռվել միայնակ եւ որպեսզի կրկնենք մենք այդտեղից դուրս ենք եկել։ Այլ բացատրություն չկա սա։ Այդ դեպքում ինչու այդ մարդկանց թողեցինք այնտեղ բոլորս միասին։ Մենք չթողեցինք, իրանք որոշեցին ինքնուրույն որոշեցին մնալ այդտեղ։ Ինչ որ մեկը կարող է ստիպել նրանց ու գալ այստեղ։ Միանշանակ ոչ։ Դուք գիտես, որ պետություն էլ չկա, նույնիսկ այդ մարդիկ ինդիվիդուալ որոշում են կայացրել մնալ այդտեղ։ Այսինքն, այն ծանր պայմաններում եթե որոշում են կայացրել, այսօր տրամաբանական է, որ իրենց ուղղակի վտարել են այնտեղից։ Նրանք, որ այն ծանր պայմաններում որոշում են կայացրել մնալ իրենց տներում, այնպիսի անմաքրային պայմաններ են ստեղծել իրենց համար, որպեսզի գամ մերպում։ Մի փոքր դրվագ պատմեմ, թույլ տամ իս պատմել, մնացածը ես թույլ չեմ տա։ Մարդ իրանց տանը նստած, ադրբեջանցիները ասում են դուրը փակ նստած են, գալիս են դուրը սկսում ջարդել։ Ստիպված ասում են մեկա ջարդելու են։ Ստիպված արդեն որ սկսում են քացով մացով ջարդել, ասում են դուրս բացում են ոնց որ ես չկամ։ Մտնում են տնիցս ապորա, սեղանը, այսինքն թալան են։ Թալան այդ մարդկանց դու պատկերացնում ես ինչ հոգեբանական բաներով են անցել այդ մարդիկ։ Այդ ինձ են վերաբերում այդ մարդկանց։ Մտնում են իրանց տան մեջ ինքը նստած բոլոր թալանում են, ապատուհան են անում։ Անմարդկային վիճակի մեջ էին գցել այդ մարդկանց։ Վերջում էլ արդեն տեսան, որ դա չի ազդում, տարան գցեցին միտեղ 4 ամիս գաղութի պայմաններում պահեցին։ Միջև այդ մենակ Ալիևի այցի ժամանակ էին հավաքում մի քանի օր։ Օգում էին ազատ տեղաշարժվել, իհարկե միշտ հետևում էին նրանց, բայց վերջում այդպես բռնեցին առանց հարցնելու միտեղ պահեցին երկար ու ուղարկեցին այստեղ էլի։ Հայաստան եկած խմբի նկատմամբ վերաբերմունքին անդրադառնանք, պետականից սկսենք։ Տեղյակ եք որտեղ են այդ մարդիկ այսօր առողջական ինչ վիճակում են։ Ես տեղյակ եմ, որ զննում են անցել, իմ ծանոթն էլ բուժհաստատությունում էր գտնվում մի օր։ Նրան հետազոտել են, տեսել են, որ լուրջ խնդիրներ չկա ու հարազատները եկել տարել իրենց։ Կարծում եմ այս ամենը դրա համար է, որպեսզի այդ մարդիկ չպատմեն ինչ էր կատարել իրենց հետ, որովհետև հիմա չի համընկնում երկրի բռնած քաղաքականության հետ, հաստություն, համերաշխություն, խաղաղություն եւ այդ ֆոնին խոսել նման բաների մասին իհարկե ցանկալի չէ իրենց համար, բայց ես էլ գտնում եմ, որ չի կարելի կերտել պատմությունը։ Սա մեր հայոց պատմությունն է, սա էթնիկ զտումն է, մեր Հայաստանի մի մասը գրավել են թուրքերը, այդ մարդկանց էլ հայերին են դերից վտարել։ Սա է պարզ իրականությունը։ Իրավական առումով խնդիրներ կան մարդիկ ում հանդեպ հարուցած քրեական գործեր կան կամ հեռանկար կա, որ կարող է նման գործ հարուցվել։ Ինչ գործերի մասին է խոսքը։ Տարբեր, ի վերջո այդ մարդիկ երկար ժամանակ մնացել են ադրբեջանական հատուկ ուժերի կողմից հսկվող տարածքում։ Ամենատարբեր թեմաներ կարող են առաջանալ։ Ուզում եմ ասել, նման թեմաներ կան, շրջանառվում են, գուցե ոչինչ էլ չկա։ Ես նման թեմաներից տեղյակ չեմ, բայց միանշանակ, եթե նորմալ պետությունն է, նորմալ ԱԱԾ-ը, միանշանակ պետք է այդ մարդկանց հացը ուղղի, հացակնի,
ինքն էլ մի անգամ չէ, էլի, որպեսզի տեղեկություն։ Եթե իհարկե այդ տեղեկությունները մարդկանց հետ կքրմա պետությանը։ Լրատվականների արձագանքին անդրադառնանք, թեմային ինչպես անդրադարձան իշխանական ու ինչպես ընդդիմադիր հատվածի լրատվամիջոցները։ Ախր ես չգիտեմ, որն է իշխանությունը, որն է ընդդիմությունը, բայց բոլորն էլ հետաքրքրված են, որոշ ընդդիմադիր ԶԼՄ-ներ զանգել են, բայց դա այն հարցն է, որ կապ չունի ընդդիմադիրա, դիմադիրա, որտեղից է, այդ ճշմարտությունը պետք է բոլորն էլ իմանան։ Դա չի կարելի թաքցնել։ Իդեպ ճշմարտությունների մասին մի շարք լրատվականներ այդ մարդկանցից ստացան խոսքեր, մի մասն էլ ձեզ մեջբերումներ արեցին ձեզնից, մեջբերումների հիմնական ակցենտը այն էր, որ ինչքան դաժան են վարվել այդ մարդկանց հետ, եւ եզրակացությունն էլ այն էր, որ դա անում են հանուն Բաքվում մնացած գերիների ազատության ու այդ թեման թեժացնում են այդ գերիների ազատությանը հասնելու համար։ Ըստ ձեզ այս մոտեցումը նույն Բաքվում մնացած գերիներին ավելի շատ օգուտ էր թե վնաս։ Ըստ ինձ գերիները վերադարձը կախված չի Հայաստանից, Հայաստանի ղեկավարությունից, կախված է այն բանով, որ ինչ որ խնդրակով դիմեն այլ երկրի ղեկավարների, ովքեր ճշում կգործադրեն ոչ միայն ղեկավարների, նաև միջազգային կառույցներին, ովքեր ճշում գործադրելով Ալիևի վրա, վերջում ես համոզված եմ, որ հույս ունեմ եւ համոզված եմ, որ կամ երրորդ երկի են փոխանցելու, կամ խաղաղության ժեստա լինելու եւ այլն, ուղղակի հիմա գիտենք քաղաքական process-ները անդանում պետությունում եւ շատ հնարավոր է սպասեն, որ ընտրություններից հետո կամ այդ պայմանագրերի կնքվելուց հետո այդ մարդկանց ազատ արձակել։ Հանրային արձագանքի մասին խոսենք, վերադարձվածները կամ վերադարձածները ամենատարբեր գնահատականների են արժանանում հերոսներից մինչև դավաճաններ։ Դուք ինչ կասեք դրա մասին։ Ես իրանց կարգում եմ բուժված ժողովրդի կարգից։ Այս վերջի բաներից եք ու մարդկանցից եք խոսում։ Այո։ Վերջը 10-11 այդ մարդիկ բուժված քաղաքացիներ են, բուժված ժողովուրդ։ Ժողովրդի մի մասն է, էլի շատ փոքր մասն է։ Մեր նման մենք էլ ենք բուժված, իրանք էլ մեզնից ոնց որ ավելի շատ դաժանություններ են տեսել այս 2 տարվա մեջ եւ ուրիշ ինչ գնահատական տամ։ Սեր գնահատականների այս բազմազանությունը հերթական պարզ օրինակն է, որ մենք ամենատարական վիճակում, այսպես ասենք, ազգովի մի մտքի չենք, այսինքն իրավիճակ կոնկրետ ունենք եւ այդ իրավիճակի հանդեպ ունենք բազմաթիվ գնահատականներ։ Իսկ ինչ կլիներ, եթե ասենք 10-ի փոխարեն 10,000 մարդ մնար Ստեփանակերտում ու հիմնավոր էր, որ մնում է, որ Ստեփանակերտում գերեզմանները գոնե չքանդեն։ Այդ մարդկանց մենք ինչպես էինք վերաբերվելու։ Հիմա ես չեմ ուզում ասեմ ինչ կլինի, որովհետեւ որ ասեմ իմ կարծիքը, ելի այլ կարծիքներ կլինեն։ Փաստն այն է, ինչ է եղել, եւ փաստն այն է, եթե գերիներին հերոսացնելու կամ չհերոսացնելու հարցն է, առաջինը մենք պետքա տարբերակենք։ Այն գերեվարված մարդկանց մեջ, որոնք հիմա գտնվում են Բաքվում, լրիվ տարբեր տեղեր գերեվարվել են։ Այսինքն մեղադրել այն մարդուն, ով ավտոյով գնում է խոսք են տվել, որ ձեռք չտան, ավտոյով գալիս խապել են, բռնել են, գերեվարել, այդ մարդկանց պետք չի մեղադրել։ Եթե մեղադրում ենք, այն մարդկանց պետք է մեղադրենք, որ ձև ունեին, իրանք հակադարձներին ինչ-որ բան անեին, չեն արել, խելոք գլուխները կախ գնացել են գերի են հանձնել, այդ մարդկանց միտեղ կարելի է մեղադրել, բայց նույն Լևոն Մնացականյանի, նույն ում ասեն, Ռուբեն Վարդանյանի, բանին, այն տողոն գեներալի Մանուկյանին է, որ Ռուբենի հետ տարան, այսինքն նրանք չեն հանձնել գերի, նրանց խապել են, ավտոյից մենք գիտեն, չէ ոնց են խապելով ձերբակալել տարել, իսկ ոչ բան ունենք, ասենք հանձնվել են գերի, չեն հանձնվել իրանք, հանձնողները ուրիշներ են, այսինքն պետքա տարանջատել, եթե մենք ուզում ենք ինչ-որ ճիշտից խոսանք, պետքա անպայման տարանջատենք, ինչ պայմաններում են դրանք գերի հանձնել, եւ պատատնու բան դնել է ճիշտ չի, իսկ ընդհանրապես ես խորհուրդ եմ տալիս բոլորին, ամենավատ խոսողը իրանց մասին ես էի, բայց ես հիմա թույլ չեմ տալի իրանց մասին ինչ-որ վիրավորան կամ ինչ-որ բան, ես նույնիսկ
փորձում եմ այնպիսի բաներից խոսել, որ հանկարծ այնտեղ իրանք չփոխվեն։ Եվ կարծում եմ ցանկացած հայ պետք է այդպես են։ Եթե նույնիսկ իրանք մեղավոր են, մենք ամեն ինչ պետք է անենք, որ իրանք բոլորը հասնեն այդտեղ, բոլորը։ Եվ զարմանում եմ, որ մարդ կա, որ դա չի ցանկանում։ Ես ուղղակի զարմանում եմ։ Քանի որ հանդիպման հնարավորություն ունեցանք, նաև ձեր պլանների մասին խոսենք, ի վերջո այսօր ինչով եք զբաղվում։ Սա բոլոր բռնատեղահանվածների համար կարևոր հարցն է։ Արցախը ժողովրդին ոնց էին խապում, Սորոսա կան, այդ որ կամ էլ Նիկոլա կան, Արայիկա կան, Պաշտոն ալզում եւ այլն, ես նույն բանով եմ զբաղվում այդտեղ։ Ես ուզում եմ ուղղակի գիտակից հասարակություն եմ, որ ոչխարի նման, սիրուի նման չխապել, տարիներով ոնց որ խապել էին, գոնե ես իմ կյանքից մեջ 10 հոգու այդ սիրուից կարող անեմ, հաշիվանում իմ գործս արել։ Ես հիմա դրանով եմ զբաղված, հիմա այդ նույն իմ մարները այդ ֆեյքերը, որ Սորոսը, Պաշտոնի, հիմա խոմ չի կարող ասել Պաշտոնի կրել տալի, հիմա ոչ քաղաքականության մեջ կամ, ոչ Պաշտոն զբաղեցնելու հարց կա եւ այլն։ Ես ուղղակի ուզում եմ ճիշտը ասելու եմ, թե ընդդիմադիրների, թե դիմադիրների եւ մարդիկ որպեսզի աչքերը բացեն, ինչքան շատ բացեն, այնքան կոռուպցիան էլ կչանալու, որովհետեւ համար մեկ հակակոռուպցիոն մարմինը դա հասարակությունն է գիտակցված։ Եթե հասարակությունը գիտակցված լինի, ով ուզում ալի չի կարող գողությունների կոռուպցիայով զբաղվի։ Կարա է շատ փոքր, այսինքն բացեբար չեն կարող։ Բանը նայա որ ամեն մեկից չխապվեն, որովհետև աչքից դեմը 30 տարի մեր ժողովրդի, այսպես մեր երկու հատ կիսագարագետ այսենց են արել։ Ինչեւ հիմա էլ անում են։ Էդ է ցանկությունը, մարդկանց գիտակցություն, հասարակությանը գիտակցված սարքեն։ Ինչ պլաններ ունեք, ի վերջո առջևում ընտրություններ են։ Ասեմ, ընտրություններին դե ես իմ կարծիքս ասել եմ։ Իմիջիալոց միակ մարդ եմ եղել, որ կանխատեսել եմ, այդքան բան ունեմ, որ արխային կարող եմ կանխատեսեմ ու համոզված եմ կանխատեսումները ճիշտ են։ Այդ մնացածը, եթե ճիշտ քաղաքական գործիչներ եք հասկանում եք process-ներից, որևէ մեկը թող կանխատեսի։ Եվ որ ասել եմ 21 թվին ասել են Նիկոլո Քոչարյանից 20%, 25% շատ ավերսնելու, սաղթի ծաղում է։ Հիմա նույնը ասում են, ուրախ չեմ որ Նիկոլը ասնելի, ուրախ չեմ, բայց ինչ ասել եմ, այդպես էլ լինելի է։ Հասարակությունը գիտակցված պետք է լինի, Նիկոլը լինի, Քոչարյանը լինի, մեր ձևով, իրենց ձևով լինի, որ չկարողանա ինչ-որ խապել, կոռուպցիայով զբաղվել եւ այլն։ Սա է։ Ու ձեր կանխատեսումը ո՞րն է։ Կանխատեսումս ասել եմ, Նիկոլը 50+-ով անցնելու է, երկրորդը մեր ձևով անցնելի։ Արցախի մասին խոսենք այդ process-ում պետնախարը Նժդեհ Իսկանդարյան անոնսավորեց, որ հնարավոր է գարնանը հավաքներ անեն։ Դուք ինչ ասելիք ունեք կամ ընդհանրապես այդ թեմայով ասելիք ունեք։ Ես ոչ Նժդեհ եմ ճանաչում, ոչ իմ համար պետնախարար կա հիմա։ Ես մի բան կարող եմ ասել, էլի, կարճ եւ կոնկրետ։ Այն բոլոր մարդիկ, ովքեր 23 թվականին, ինչ եւ պատճառներ եմ ասում, ինչու եք հիմա այսպիսի վիճակում, որովհետեւ մեզնով հիմա զբաղվում են նույն բակուրական արայիկական ջահելները, պրոտեժեները։ Դրա համար էլ էսօր ուրիշ բան չկա, եւ այսինքն ցույց մնալ չինն է։ Ես ուղղակի ասես մի օր նայելու ես մի հատ պալատկա վերցած գնում են բանա Ամերիկայի դեսպանատան արչիվ տնկել իմ իրավունքները միջազգային, ես կոնկրետ իմ իրավունքների միջազգային համար պայքարեմ։ Այն մնացածը ես զգում եմ, էլի, ես մեր ներկայացան շենքը կամաց յաչեյկային վերածում, դիմադիր չեմ կարող ասել, որ ընդդիմություն, որովհետև ես ընդդիմություն այդ հիմնական խաղացողներից կարելի է միտեղ բոլորին փակած։ Դա իմ կարծիքն է։ Բայց հիմա ներկայացումը փորձելու է սարքեն ինչ-որ ընդդիմության յաչեյկա ու օգտագործեն ասած։ Իսկ Ղարաբաղցիների խորհուրդ եմ տալի, եթե պետք է դե Նիկոլին հասկանալի է, ոչ մեկս չի ընդունելու, հասկանալի է, պարզ։ Բայց խորհուրդ եմ տալի, ոչ էլ մեծ զեմլակներին ընդունում։ Ոչ Քոչարյան, ոչ Սերժ։ Դե ամեն դեպքում մի քանի ամսից կտեսնենք, թե ձեր կանխատեսումները ինչքանով արդարացան, կարծում եմ մինչ այդ էլ զրույցի առիթ կունենանք։ Շնորհակալություն Տիգրան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։